Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձություններն էլ ավելի են լարվում, իսկ մեր կողմից սիրված դերասաններն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան դառնա։ Հեռուստասերիալում լարված իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին, վերջապես կարծեք թե Բագրատը պատասխան տվեց իր սխալի համար։ Նրա համար ամենամեծ պատիժը կլիներ այն, որ պիտի մահանար իր իսկ հարազատ դստեր ձեռքով։ Արամը լսեց խոսակցությունը, բայց Լիլիթն ամեն ինչ անում է, որպեսզի Արամը չհավատա իր լսածին։ Իհարկե, Արամը շատ լավ ամեն ինչ հասկանում է, եթե նույնիսկ իրեն դնի չհավատացողի փոխարեն, միևնույն է, նա լսել ու հասկացել է ամեն ինչ։ Իհարկե, սա սերիալ է, որտեղ ամեն ինչ հնարավոր է և հնարավոր է, որ Արամը չհավատա իր լսածին, բայց ամեն ինչ դեռ առջևում է, սպասենք հետագա զարգացումներին։ Հենրին էլ զանգահարում է Անգելինային ու ասում, որ Զաքսի մոտ սպասում է։ Անգելինան գնում է նրա մոտ, որպեսզի օրինականացնեն իրենց բաժանման հարցը, սակայն հենց ավտոմեքենայի մեջ Անգելինան իրեն հարց է տալիս, արդյոք նա ուզում է այս ճանապարհով անցնել, արդյոք նա պատրաստ է հեռանալ Հենրիից, չէ՞ որ նրանք իրենց սիրո համար պայքարել են այսքան երկար ժամանակ ու երբ միասին են, պետք է բաժանվեն։ Նրանք անցել են փշոտ ճանապարհով ու արդյոք բաժանումը միակ ելքն է, բայց այստեղ ինչ-որ մի բան հաստատ կխանգարի, ինչ-որ մեկը, թե ինչ-որ բան ցույց կտա ժամանակը, այնպես որ դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութը, որը ձեզ կտա շատ հարցերի պատասխաններ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ դաշտում անպայման գրել, թե ինչ եք կարծում, Անգելինան ու Հենրին կբաժանվեն, թե ինչ-որ բան կփոխվի այս ընթացքում։ Ձեզ համար բերել ենք նաև շատ հետաքրքիր կադրից դուրս իրավիճակներ, որոնք ձեզ ցույց կտան, թե ինչ սպասել հաջորդ սերիաներում, որոնք լինելու են էլ ավելի լարված, էլ ավելի դիտարժան ու էլ ավելի ինտրիգներով լի, իսկ ավելին դիտեք առանց մեկնաբանության հենց հիմա։ Քանի ժամանակ հետո իրականացնում չեմ կարողանում ասել, պետք է ասել։ Էլի լավ չեմ զգում։ Այն օրը բան ենք պատվիրում, ֆիրմայա ճիր ենք պատվիրում, բերում են։ Ամեն կարևորը իրաչասելը։ Ինչ է այս քանի կտերը վայ բարի։ Հասա։ Այս հրաշքներն են այստեղ դեռևս, այսօր շատ լավ սերիաներ ենք նկարելու։ Ասեմ իմանաք։ Հələ չգիտի ինչ ենք նկարել։ Գիտեմ, հա բայց գիտեմ ինչ ենք նկարել։ Այսօր իրոք լավ նկարահանում, հələ մի հատ նայեք ու պետք է նկարահանիմոն։ Ոնց եկես կարոտել ես, այ բողտ։ Ասա բողտը դու ես բողտ ջան, այլ բողտը մեկ հալալի։ Չայի մոտ է ինչ հալալ։ Ապես ասել դալի շարել ես ասել։ Չեմ տալ երեխուն, հազիվ ընկելա ձեռս։ Ուրեմն աշխարհի ամենասիրուն աղջիկը, ասեմ, բայց այդ մասը թե չես։ Որ հիշողություն չունի։ Հա, մեր տնից եկու կանգնվել նավիգատորը։ Ամենտեղ նավիգատորը։ Կանաչեք ձերսի։ Բաբր, սենց շան մի հատ նայեք ինչ գեղեցկություն է, իմ Լուիզիկ։ Սիրում եմ քեզ, սիրտիկ։ Նավիգատորով կամերայինից գնում ենք ստանից։ Իհարկե, միշտ պետք է նավիգատորով գնալ։ Միշտ։ Հարտով չունի հիշողություն, նավիգատոր դինքա շնորհակալ եմ մարդուն, որ ստեղծել է նավիգատորը։ Ես գիտես երբ եմ օգտագործում, երբ որ ծայրահեղ կորել եմ, միացնում եմ ավելի եմ կորել։ Նկարահանումը սովորվեց, հիմա գնում եմ տուն։ Պետք չի մոռանալ, որ ես բացի դերասանուհի լինելուց նաև տանկին եմ։ Այնքան եմ հոգնել երթվում սիթից, մտել էի մի բան վերցնելու, սենց առևտուր արած գնում եմ ու հասկացա, թե ինչքան եմ մեծացել, որ արդեն չեմ կարողանում ծանր տոպրակները տանել։ Փաստորեն մամա լինելը պարտադիր չի մամաներին հասկանալու համար։ Հզոր են մամաները, մի խոսքով են այսքան բանն արել Աստվածին։ Չվճարվող աշխատանք։ Հոգնած ներկայացումից եկել եմ գործնական հանդիպման։ Խնդրեմ, կարոտել էիք հաստատ այսի
Բարև ձեզ, Պես ասի գործնական հանդիպման ինչ-որ բան եղնինք էլի։ Ինչ։ Այնի էջեր կան գործնական։ Այս ման է, գիտես, այս ման։ Հայ նորացիկ ցագին գսես, աման տարածվալ։ Ընդեղ թեժ քննարկում ա գնում, Սպասում ենք տեսնենք մեզ հաստատումները։ Մեզ հաստատումներ Մի խոսքով գիտեմ, որ մեր շատ սիրել եք շինարարներից ուզում էինք հասկանալ, ուզում եք լինի երկրորդ եթերաշրջան, թե ոչ։ Իսկ մինչև երկրորդ եթերաշրջանը այդ խմբով մի հատ հավես նավագոտնի բան ենք պատրաստում ձեզ համար։ Շանացը կտա։ Այդ բան եմ ես լավ էգան անջատեցի։ Ոյ, զբաղված եք։ Ախպար, բանկ եմ